Բարի լույս արկելի հետևորդներ ջան, վերջապես հավաքեցի սեղանը, ձեռքեմ նորից տեղավորեմ իրենց տեղերը։ Հիմա սպասքը կհավաքեմ, իսկ կոնֆետները կթողեմ, մրգերից կթողեմ սեղանին, բայց ընդհանուր պետք է սպասքը հավաքեմ։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, շատ տաներ կա, որ հենց ամսի 2-ից, ինչի չէ 1-ից իրանց սեղանը հավաքվում է։ Ես որ ուզում եի հավաքել, Էլենը տխրում էր, ասում էր մի հավաքի, մամա թող մնա։ Դե այնպես չի, որ սենց թողել եմ, հյուրեր եմ ունեցել, սպասել եմ հյուրերի, դրա համար էր սեղանս թողել եմ, դե հիմա արդեն պետք է հավաքենք, տեղավորենք իրենց տեղերը։ Այստեղից առաջնահերթ ես աթոռները երեք ես կողմ, որ հիշտությամբ կարողանամ հավաքել։ Տուփերից հանել եմ, հիմա սրբում եմ նորից դասավորեմ իրենց տեղերը։ Սա մեկ, հիմա փոքրերը վերջացնեմ։ Էլեն ջան, ատեղից ինձ մաշակտու։ Սա երկրորդ տուփը։ Լավ, հավաքեմ։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, այս անձեռոցիկները, որ այսպես մնում է, կհանեմ և ցույց կտամ մի օր, ամեն տարվա անձեռոցիկներից դեռ ունեմ այսպես ցելոֆանի մեջ, սա դնում եմ բաժակների հետ և թողնում եմ, մնում է, ճիշտ է բաժակները առիթներին օգտագործում, բայց այս անձեռոցիկները չգիտեմ ինչի է տենց ստացվում, միշտ մնում է։ Ու այս ձև մի քանի տեսակ անձեռոցիկներ ունեմ, մի քանի տարվա, հետաքրքիր է, ինքս ինձ մտածում եմ, ասեմ, սա էլ տանեմ դնեմ նրանց փողը, էլի սենց հավատքի դառնա անձեռոցիկների կոլեկցիա։ Ու ծիծաղս գալիս է, պատահական է բոլորը ստացվում, այսպես էլի։ Երևի կան այդպիսի մարդիկ ինձ նման, դնում եմ ու մոռանում եմ։ Էլեն ջան, այդ մեծ բաժակներն եք դու։ Էլեն տխրում ես, որ հավաքում եմ։ Հա, մի տխրի, ոչինչ։ Տեսեք, ուզում էի ջարդել, Էլեն էլ մեծն եմ, լասի զերսն եմ։ Կառոպեն իրար էջը։ Հահիսն։
սեղան կդնեմ խոհանոցում, ձեռքի տակ օգտագործենք անձեռոցիկները, չնայած որ մաքուր է, ժողովուրդյան երեգեմ հյուրեր ունեցել, բացել եմ ուշ ժամի դրել եմ, նորից առավոտյան հավաքում եմ։ Այսպես կանում եմ, անձեռոցիկները դրեմ տակը։ Էլենջան հետ մեծ ապսեն եք դուք։ Էլենիս մտքում մի հատ շատ հետաքրքիր միտք ծագեց, ուրեմն հետևորդներ ջան, հավաքելուց Էլենն ասում է, արի այս անձեռոցիկները, նայեք, 2 տուփ անձեռոցիկ, ասում է սա դնենք այնտեղ, որտեղ որ պահպանում ենք մեր սպասքները, որ առիթներին օգտագործենք։ Ասում է սա էլ դնենք մի կողմ եւ 27 թվին այս անձեռոցիկները նորից դնենք մեր ամանորյա սեղանին։ Ու հետաքրքիր է, ինձ էլ այնպես որ Էլենը որ ասաց, շատ հետաքրքիր միտք էր, հարգելիներս։ Դե անձեռոցիկը խնդիր չի, որ մտածեք էկոնոմիա է կամ վերջ ինչ-որ բան չէ, դուք տեսել եք միշտ մեր հոլովակներում, որ մեր սեղանին միշտ անձեռոցիկները լինում է, հյուրասենյակում կլինի, խոհանոցում կլինի։ Եվ անձեռոցիկը ամենօրյա օգտագործելու թուղթ է, որ բոլորս օգտագործում ենք, հարցը դա չի, հարցը նա է, որ երեխեն այդպես մի հետաքրքիր միտք ասաց ինձ, ես էլ ասի լավ, կպահպանենք ու այսպես հարգելիներս նայեք, իմ հետևորդներին եմ ասում, այս 2 տուփ անձեռոցիկը այսպես կպահենք մինչև հաջորդ տարի 27 թվին, որ սա 27 թվին նորից դնեմ մեր ամանորյա սեղանին և մենք միասին կհետևենք դա։ Ուղղակի հետաքրքիր միտք, ուրիշ ոչ մի բան։ Այդքան է։ Սրանք ես տանեմ, թարմացնենք, ես չարազգին չկա, նորից դնենք սեղանին։ Գնացինք խոհանոց։ Հարևանուհուս հետ սուրճ խմեցինք, առավոտվա սուրճը խմեցինք հարևանուհուս հետ, հիմա սրանք էլ հավաքեմ։ Ուզում եմ ցույց տամ ավոկադոյի կորիզնա, որոշել եմ, որ սա դնեմ ջրի մեջ, արմատակալի և գարունը երևի արդեն արմատները երկար կլինի և կտնկեմ ժողովուրդ ջան, ես ունեմ նաև տնկած, հիմա կտանեմ ցույց կտամ, բայց արևասիրուն, ջերմությունասիրուն, գարունը որ հանել էի դուրս, շատ լավ աճել էր, իսկ որ հիմա տանն է մի քիչ աճը կանգնել է, սենց պետք է դնեմ ջրի մեջ, տեսաք ոնց ընկավ ջրի մեջ, այս ինձ ժողովուրդ ջան, որ տակից արմատներ տա ու ինքը արդեն հեշտությամբ կարողանանք տնկենք։ Դնեմ այսքում չմոռանամ դա էլ սրանք էլ հավաքեմ։
հյուրասենյակում։ Սրանք է նորից։ Էլեն ջան, Միլեն ջան, կարաս են ստիտա ցելոֆաններից դարակից տաս։ Հա, բալիս, հələ նայի Միլեն, սենց փաթեթած ցելոֆաններ կա, դու ինձի։ Սեն էստեղ։ Իսկալը հենց էստես։ Այսենց, Միլեն, կարաս ես տանես դնես սեղանին արևս, արի, այսպես տարդ իրարի։ Սեղանը աստեղ։ Միլեն, նատ էկտոպրակից ստեղի է բալիս, արեսի տար, տարկիրեսի կուխնի։ Մի հատ էկտոպրակից կբերեսի, էսի կեզ վերցն է։ Կաշին է պահում, չէ իրան։ Բերեք ես կեսը դնենք ջեռոցը, հենց կեսով եփենք, որովհետև մնալու է, չեմ ուզում ամբողջությամբ եփել, էսից ձուկա Հարու ջան։ Ստալով։ Լավ մեծ է։ 10 տալոպ, հա, թե 5 տալոպ։ 10 տալոպ, հա, ժողովուրդ ջան, 10 տալոպ ձուկն է, համով ձուկա, շատ համով յուղոտ ձուկա։ Հիմա ուզում եմ ես կեսը դնեմ ջեռոցը, այն կեսն էլ դնեմ նորից սառցարանում։ Ձկան համար պատրաստեցին կարմիր սոուս։ Ձկան վրա աղարեց, հետո սոուսն ալցնում։ Հիմա այն հակառակ կողմը նույնությամբ։
Ձուկը արդեն փոխեցիր ջրով, տակ երկաթանի պետք չի։ Հարգելի հետևորդներ ջան, հիմա էլ ձկան խաշլամա ենք անում, ձուկը շատ մեծ էր, կեսը դրեցինք ջեռոցը, կեսն էլ խաշլամա։
Հարգելի հետևորդներ ջան, դե ես արդեն նախապես բրինձով եւ չամիչով փլավը էփել էի, դրա համար հիմա այսպես եմ ցույց տալի, այդ էփելու պահը չեմ նկարել, հենց մի անգամից այսպես էփած պատրաստ ցույց եմ տալի։ Հարգելի հետևորդներ ջան, սա էլ ձկան վերջնական արդյունքն է, որ պատրաստեցինք։